չենք կենտրոնացել մասնապես 44-օրյա պատերազմի վրա, չենք կենտրոնացել մասնապես քառօրյա պատերազմի վրա, այլ փորձել ենք նայել ամբողջության մեջ եւ առանձնացնել հիմնական կետերը, որոնց մեզ խանգարել են կատարելու հիմնական պոզիտիվ այն պարտավորությունը, որը պետությունը ստանձնում է դրա, որպես կառույց կատարելու անվտանգության ապահովման դերը։ Մենք խոսել ենք քաղաքական վերնախավի մասին, որը ըստ մեզ խնդիր է ունեցել ռազմավարական հստակ պլանավորումը հասկանալու անվտանգության բնագավառում։ Ռազմաքաղաքական եւ կադրային բավականին մեծ սխալներ են տեղի ունեցել, ինչպես նաեւ անվտանգության տարբեր ոլորտների, ինչպես նաեւ պետական եւ ոչ պետական կառույցների միջև համագործակցությունը մեղմ ասած արդյունավետ չի եղել։ Դրանք գումարվել են ուղղաձիգ կառավարումը, օլիգարխիկ համակարգը, ինչպես նաեւ կոռումպացված քաղաքական եւ ռազմական վերնախավերը եւ համակարգային մի շարք այլ խնդիրներ, որոնք ըստ էության հանգեցրեցին համակարգի եթե ոչ փլուզմանը, ապա դիսֆունկցիոնալությանը եւ ըստ էության պետությունը խնդիր ունեցավ ձևավորելու արդյունավետ համակարգ։